Մտքերի փոխանակություն։ Արթուր Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալություն մեծարգո ազգային ժողովի փոխնախագահ։ Պարոն Ղազարյան, ես հարցը չհասցրեցի ուղղակի գրանցվել եւ նաեւ առիթ օգտագործելով ուզում եմ այս թեմային անպայման անդրադառնալ։ Բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, նախկին պաշտոնյաներ, որոնք փախած են, ուրեմն փողեր են գողացել, կերել են փողեր, կոռուպցիայով են զբաղվել, գույքեր են սեփականաշնորհել եւ հիմա փախած են Հայաստանից եւ նրանց փախնելու հիմնական տեղը հենց ԱՊՀ երկրների, ուրեմն ցանկում գտնվող երկրներից մեկն է, օրինակ Ռուսաստանում մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունում, այսպես ասած, ապաստան են գտել մի շարք կոռուպցիոներներ, նախկին պաշտոնյաներ եւ հիմա հարցս նախ վերաբերում է հետեւյալին, մենք հիմա այս փոփոխությունը, որ անում ենք, ինչով է սա մեզ օգնելու, արդյոք այս տեխնիկական ուրեմն հարցերի հետ կապված խնդիրներն են նաև որ օրինակ խանգարում են մեզ որպեսի Ռուսաստանի Դաշնության մեր սիրելի գործընկերները հանձնեն Հայաստանից փողեր գողացած այդ կոռուպցիոներներին։ Նշեմ, որ ընդհանուր առմամբ 2022-ից 2024 թվականի ընթացքում ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700-ից ավելի անձինք եւ փոխանցվել ուրեմն ԱՊԱ անդամ պետությունների մեր գործընկերներին։ Ըստ այդ մնացած հարցերը կարծում եմ անհրաժեշտ է դիտարկել յուրաքանչյուրը, այսպես ասած case by case տրամաբանությամբ։ Սա ընդհանուր պատկերը ներկայացնելու համար մեր համագործակցությունը այս ամենը իրականացում է ներկայումս փաստաթղթային շրջանառության միջոցով, արձանագրությունը հնարավորություն է տալու նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն ավելացնել այս գործընթացին։ Շնորհակալություն։